ներկայացնեք։ Կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ բուժծառայության փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյան։ Ներկայումս վերակենդանացման բաժանմունքում տեղակայված են սեպտեմբերի 25-ի դեպքերից հետո օրինակ 3 վիրավորներ, որոնք տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք սանավիացիայով։ Մարտիրոսյան Վանիկը ձախ ազդրի, սրունքի և ձախ բազկի հրազենային բեկորային վիրավորում, ձախ ազդրի անոթային խրձի վնասումով դիագնոզով, վիճակը ներկայումս գնահատվում է ծանր կայուն, գիտակցությունը պարզ է, հեմոդինամիկ կայուն է, բոլոր հնարավոր ինչ անհրաժեշտ է ստանում է բուժման տեսակետից։ Սաֆարյան Սաֆարը հրազենային բեկորային վիրավորում, ձախից ստոսկրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով, հետվորովային ամուսային տարածության բեկոր, օտարմարմին, վիրահատվել է, բեկորը հեռացվել է, ներկայումս վիճակը կայուն է, ծանր կայուն, դրական դինամիկայով, գիտակցությունը պարզ, հեմոդինամիկ կայուն, մոտ օրերս վաղ կամիսօրը կտեղափոխվի վերակենդանացման բաժանմունքից։ Պապիկյան Խաչատուրը ձախ ազդրի հրազենային բեկորային կույր վիրավորում, անոթանյարդային խրձի վնասումով, նույնպես վիճակը ծանր կայուն, հեմոդինամիկ կայուն, գիտակցությունը պարզ, մոտ օրերս վաղ կամիսօրը նույնպես կտեղափոխվի վերակենդանացման բաժանմունքից։ Այսինքն բարելավում է բոլորի մոտ։ Վերջի 2 հիվանդի մոտ վիճակի կտրուկ լավացում կա, մոտ օրերս իրանք կտեղափոխվեն։ Իսկ մյուս երկուսին Մարտիրոսյան Վանիկը դեռևս կմնա մեր մոտ, դեռևս խնդիրներ կան։ Իսկ միտումը դեպի բարելավում գնում է։ Կայունացում կա։ Վիճակի կայունացում։ Շատ շնորհակալ։